Քաղաքի ամենակոլորիտային տալաններում վերջին օրերին Գյումրու բնակիչներն ու հյուրերը ռոք երաժշտություն էին վայելում։ Փառատոնն այս տարի Գյումրու 3 տալաններում էր։ Տասնինը թվականին էլ հիմա էլ մեր նպատակը նույնն է, ուզեցինք հավաքվել ու երգել հենց այնպես, օգտագործելով այս առիթը հանրահռչակելու համար նաև քաղաքի պատմական միջավայրը։ Եկեք այսօր երգենք հենց այնպես։ Երեք օր, 3 տալաններ ու ռոք երաժշտություն Մանուկյան ընկերությունը զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ հին ու բարի ավանդույթներն է վերականգնում։ Չի բացառվում, որ համայնքային բյուջեում չեն գտնվի համապատասխան միջոցներ, այս օրինակ փառատոնային ծրագրեր եւ մասշտաբային ծրագրեր իրականացնելու համար, այստեղ է որ խիստ կարեւորը պետության հետ համագործակցությունն է։ Գյումրի Դալան ռոքֆեստը իր շուրջ համախմբեց ռոքի սիրահարներին ու ապացուցեց 2019 թվականից հետոյի դադարը մեծ էր, հանրությունը Դալան ֆեստը կարոտել էր։ Դալան ֆեստի արմատներում բամբիռցիներն են, երբ հրավիրում էին կամարների տակ երգելու հենց այնպես։ Ժամանակը գա որ բոլորս իրար հետ կամարի տակ կանգնած կծիծաղենք։ Այս ամբողջ ընթացքում եւ խմբերի ընտրության եւ տեխնիկական մի շարք հարցերով պայմանավորված մեզ հետ են բամբիռցիները եւ իրենց խորհուրդներով ենք նաեւ առաջնորդվել։ Ռոք երաժշտությունը ինքը վախենալու բան չէ։ Ինքը պատմում է մարդու զգացմունքների այսօրվա կյանքի, լինի դա քաղաքական, լինի դա սոցիալական, լինի դա սիրո, ինքը ոնց որ պոեզիան ամեն ինչի մասին խոսում է։ Ֆեստի առաջին օրը Շահումյան 188 հասցեում էր, ռոքի քամիներն այս դալանից հասան հանդիսատեսի սրտին կանգուն եւ ուրու խմբերի շնորհիվ։ Գաղափարը շատ լավն է, շատ ողջունելի է, տպավորությունները շատ դրական են, շատ ուրախ եմ, որ Գյումրիում նմանատիպ փառատոններ են անցկացվում։ Թեժ ու էներգիայով լեցուն էր նաև Տիգրան Մեծ 8 հասցեում։ Նույն դալանը, նույն տիեզերքի հետ զգացողություններն ինչպես տարիներ առաջ այժմ եւս տիեզերական էին։ Մասնակցել ենք նաև 2019 թվականին։ Ընդհանրապես տիեզերքը շատ է սիրում Երևանից դուրս ելույթ ունենալ ու ընդհանրապես մոտեցումը որպեսզի ունենալ փառատոն, որը չլինի գլխավոր հրապարակում։ Փառատոնի վերջին կանգառը Գորկու 67 հասցեն էր։ Քուչի Բլյուզը եզրափակեց երրորդյա ռոք երաժշտական ճամփորդությունը եւս մեկ անգամ ցույց տալով, որ Գյումրու թաղերում նման մշակութային նախաձեռնությունների պահանջը կա։ Առաջ անգամ եմ նվագում Գյումրիում ու տարօրինակ զգացողություններ ունեմ, որ տենց լավ մարդիկ եմ հանդիպում, լավ ընկերներ, չէի սպասում, որ պետք է տենց Գյումրիում նվագել։ 3 օր շարունակ հանրությունը լսեց, վայելեց, պարեց ու պարզապես դարձավ այս երաժշտական միջավայրի մի մասը, իսկ Գյումրու մշակութային կյանքը օգոստոսյան այս օրերին ապրեց ռոքի ռիթմերով։ Այս փառատոնը առանձնանում է նաև նրանով, որ խմբերը Երևանից են եւ ոչ միայն, եւ խմբերը, որոնց տեսավ այսօր Գյումրին, ծանոթացավ նաև, որ Հայաստանում կա նման երիտասարդներ, ովքեր տարածում են ռոք երաժշտությունը, ինչու ոչ, շատ ընդունված է տարբեր ժանրային երաժշտություններ լսել, իսկ ինչու ոչ ռոքը Գյումրիում։ Այս փառատոնը հենց դրա մասին էր։ Գյումրին ապրեց ռոք, ստացավ լավ էներգիա եւ երիտասարդները վայելեցին իրենց երեկոն։ Որպես ավանդույթ հիմա դա վերականգնելը մեծ ինձ համար նշանակություն ունեցող է, որտեղ ես 71 տվից ծնված եմ եւ յուրաքանչյուր ավանդույթը, որ Ռենականը Գյումրին վերականգնում է, ինձ համար թևեր է տալիս։ Տպավորությունները շատ բարձր են ու միանշանակ բարձր եմ գնահատում աշխատանքը կատարված, ամբողջ թիմի աշխատանքը կատարված։ Փառատոնը Գյումրուն վերադարձրեց մի միջավայր, որտեղ մշակույթը հասանելի է ոչ միայն փակ դահլիճներում, այլև քաղաքի առօրյա տարածքներում։ Մեր տալաններում լավ ռոքասեր կա։ Բոլոր համերգներն անվճար էին, իսկ մայրաքաղաքի ժամանակ հյուրերի համար գործել է նաև անվճար Երևան-Գյումրի Երևան երթուղին։ Կազմակերպիչների խոսքով այս մոտեցումը նախատեսվում է պահպանել նաև առաջիկայում սպասվող փառատոնների ժամանակ։ Աստղիկ Խաչատրյան, Ռայա Լազարյան, այսօր։